Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» սերիալն օրեցօր ավելի է խորանում ու բացում իր կերպարների ներաշխարհը։ Սա պարզապես բռնցքամարտի կամ ընտանեկան հակասությունների մասին պատմություն չէ, սա պատմություն է կորուստի, վրեժի, ճակատագրի հեգնանքի և տարիներով թաքցված ճշմարտությունների մասին։ Սերիալի ուժը հենց այն է, որ յուրաքանչյուր հերոս ունի իր ցավը, իր սխալը և իր պայքարը, ոչ ոք միանշանակ դրական կամ բացասական չէ, ամեն ինչ շերտավորված է։ Ավոն արտաքինից սառն ու հաշվարկող ներսում ապրում է տարիներ առաջ եղբորը կորցնելու ցավով, բայց այդ ցավը նրան չի մաքրել, հակառակը դարձրել է դաժան վրեժխնդիր։ Նա ընտրել է ոչ թե արդարությունը, այլ վրեժը, ամուսնանալով Հունանի քրոջ հետ, ապրելով երկակի կյանքով, խաբելով բոլորին։ Նրա կերպարը ողբերգական է, որովհետև նա ինքն է դարձել այն չարիքը, որի դեմ իբր պայքարում էր։ Հունանը նույնպես բարդ կերպար է, նա հզոր, ազդեցիկ մարդ է, բայց նաև ներսից խոցելի հայր։ Գրիշոյի առողջական խնդիրները նրա համար մշտական վախ են, սակայն նա այդ վախը չի արտահայտում սիրով, այլ խստությամբ ու պահանջկոտությամբ։ Նա ցանկանում է որդուն տեսնել հաղթող, ուժեղ, անպարտելի, գուցե փոխհատուցելու իր կյանքի պարտությունները, բայց կյանքը կրկին խաղում է իր խաղը, նրան բերելով Ռաֆի որդիների ճանապարհին։ Լեոն սերիալի ամենաուժեղ երիտասարդ կերպարներից է, նա կրում է հոր բնավորությունը, համառություն, արդարության զգացում, չընկճվող հոգի։ Երբ Հունանը փորձում է փակել նրա ճանապարհը դեպի բռնցքամարտ, դա պարզապես կարիերայի խոչընդոտ չէ, այլ հարված նրա արժանապատվությանը։ Սակայն Լեոն այն տղան չէ, ով հեշտությամբ կոտրվում է, նրա մեջ կա ներքին կրակ, որը հիշեցնում է Ռաֆին, և հենց այդ նմանությունն է, որ սկսում է անհանգստացնել Հունանին։ Դավիթն ավելի մեղմ, ավելի զգացմունքային, բայց նույնքան սկզբունքային։ Նրա բարությունը հաճախ դառնում է խնդիր, ինչպես պապն է ասում, իր բարության ձեռքը կրակն է ընկել։ Բայց հենց այդ բարությունն է, որ նրան մարդկային է դարձնում։ Նա փորձում է պաշտպանել քրոջը, ընտանիքը, պապին։ Նա առաջիններից է, ով զգում է, որ անցյալը դեռ չի ավարտվել։ Վովան կամ իրականում Մարկը սերիալի ամենադրամատիկ ճյուղն է, երեխա, ով մեծացել է խաբեության մեջ, հավատալով, որ հայրն իրենից հրաժարվել է։ Նա իր կյանքը կառուցել է առանց արմատների գիտակցության, նրա վերադարձը Հայաստան ճակատագրական է լինելու։ Ռինգում կանգնելու է եղբոր դիմաց, առանց իմանալու ճշմարտությունը, նա պայքարելու է ոչ միայն մրցակցի, այլ նաև իր անցյալի դեմ։ Սերիալի ամենահուզիչ գիծը պապի կերպարն է։ Նա չի հանձնվում, տարիներ շարունակ փնտրում է կորած թոռանը, հավատում, որ նա ողջ է։ Նրա յուրաքանչյուր քայլը լցված է հույսով։ Երբ վերջապես տեղեկություն է հայտնվում Մարկ Սարգսյանի մասին, թվում է ճակատագիրը սկսում է բացել փակված դռները։ Պապի ու թոռան հնարավոր հանդիպումը կարող է դառնալ սերիալի ամենահուզիչ պահերից մեկը։ Կան նաև սիրային ու մարդկային հարաբերությունների գծերը՝ Լեոն ու Լեան հակասություններով լի, բայց ակնհայտ ձգողականությամբ։ Նրանց հարաբերություններում կա և հպարտություն, և չասված զգացմունքներ։ Մանանը ուժեղ, երբեմն իմպուլսիվ, բայց ընտանիքին նվիրված, նրա քայլերը հաճախ անսպասելի են, բայց միշտ գալիս են սրտից։ Գոյամարտը կառուցված է այնպես, որ յուրաքանչյուր սերիայի ավարտին հարցերը շատանում են. ով է բացահայտելու ճշմարտությունը, ով կիմանա, որ եղբայրները կանգնած են միմյանց դեմ, կկրկնվի արդյոք անցյալի ողբերգությունը, թե այս անգամ արդարությունը կհաղթի։ Սերիալը գրավում է ոչ միայն սյուժեով, այլ նաև մթնոլորտով՝ հուզիչ կադրեր, լարված տեսարաններ, ռինգի դինամիկ դրվագներ, ընտանիքի ծուռ ու ծանր պահեր։ Ամեն ինչ կառուցված է այնպես, որ հեռուստադիտողը ոչ միայն դիտում է, այլ ապրում է հերոսների հետ։ Գոյամարտը անուն պատահական չէ։ Այստեղ յուրաքանչյուր հերոս ունի իր գոյամարտը կյանքի, անցյալի, մեղքի, սիրո, արդարության համար, և թվում է ամենամեծ պայքարը դեռ առջևում է։ Նշենք, որ հեռուստադիտողները հիացած են Ռոզի Ավետիսովայի խաղով, նրա կերպարն իսկական ընտանիքին նվիրված մարդ է։ Նա փորձում է պայքարել ոչ միայն իր սեփական ընտանիքի, այլ ամուսնու քրոջ ընտանիքի համար։ Էլենը որոշում է, որ նրա ամուսնու քրոջ համար պետք է պայքարի։ Նա որոշում է ու գնում Ավոյի սիրուհու տուն, նրան ասում, թե ով է և ինչ գործ ունի Ավոյի հետ։ Բայց իհարկե այստեղ բացվում են հետաքրքիր փակագծեր։ Ավոն իսկապես երկակի կյանք է վարում, և Հունան շատ շուտով իմանալու է այդ մասին։ Էլենը
ընտանիքին նվիրված, մայր է, կին, հարազատ։ Նա ամեն ինչ անում է, որ իր ընտանիքում ամեն ինչ լավ լինի ու Հունանն ինչպես միշտ իրեն լավ զգա, բայց նա դեռ չի ճանաչում Հունանին, նա չգիտի, թե անցյալում ինչ մեղքեր է գործել, բայց նրանց ընտանիքը իդեալական է թվում։ Բոլորը հիացած են, որ նման հարուստ ընտանիքում ամեն մեկն իր տեղը ունի՝ հայրը, մայրը, երեխաները, և երեխաներն իրավունք չունեն ծնողների վրա ձայն բարձրացնելու։ Եվ սա օրինակելի ընտանիք է, բայց անցյալում ոչ այդքան օրինակելի, որը շատ շուտով ջրի երես է դուրս գալու ու ամեն ինչ խարխլելու է։ Ինչպես կվարվի Հունանի կինը, երբ իմանա, թե ամուսինն անցյալում ինչպես է վարվել Լեոյի հոր հետ։ Ռաֆը ոչ մի բանում մեղավոր չէր, ընդամենը ցանկանում էր իր երեխային փրկել, բայց կորցրեց իր կյանքը։